Կեսաբում վերջին իրադարձությունների վերաբերյալ Հանրապետության նախագահի հայտարարությունը մեր խորը մտահոգության վկայությունն է։ Հանրապետության նախագահը հանձնարարականներ է տվել եւ մենք անում ենք հնարավորինը, որպեսզի անհրաժեշտ օժանդակություն, օգնություն ցուցաբերենք կեսաբահայությանը։ Նյու Յորքում, նաեւ Ժնևում, ՄԱԿ-ի կառույցներում եւ նաեւ տարբեր այլ միջազգային կազմակերպություններում մեր ներկայացությունները ձեռնարկում են համապատասխան քայլեր։ Մեր մտահոգությունը բարձրաձայնվել է նաեւ երկկողմ հարթակում, այսինքն մի շարք երկրների, մոտ 30 երկրների հետ ու երկկողմ ուղղակի շփումներում։ Մեր դեսպանությունը Դամասկոսում ունի հանձնարարականներ եւ համապատասխան աշխատանք է տանում։ Մինչ այս վերջի հարձակումները Կեսաբում մոտ 70% բնակչության հայեր էին, այսօր մոտ 700 ընտանիք ապաստանել են Լատակիայում։ Նրանք, ովքեր որ չունեն ազգականներ, բարեկամներ, հարազատներ, տեղակայվել են հայկական եկեղեցում։ Այսօր հայկական եկեղեցու Բաքվում հանդիպում է կայացել ազգային ժողովի պատվիրակության հետ, դուք գիտեք ազգային ժողովի պատվիրակությունը մեկնել էր Սիրիա, այսօր ժամանել են իրենք Լատակիա եւ հիմա հանդիպում է գնում, կարծեմ մի 2 ժամից արդեն պետք է վերադառնան իրենք Դամասկոս, որտեղ նախատեսել են նաեւ հանդիպումներ վաղը Դամասկոսում, իրենց ուղեկցում է Սիրիայում Հայաստանի դեսպանը։ Իհարկե բավական ծանր դժվար կացության մեջ են մեր հայրենակիցները, կեսաբահայերը եւ եթե հնարավոր օժանդակության, նյութական օժանդակության հնարավորություններ կա, իհարկե ճիշտ կլինի կազմակերպել եւ Սփյուռքի նախարարության միջոցով, հատկապես Սփյուռքի նախարարությունը վերջի շրջանին մեծ աշխատանք է ծավալել այդ ուղղությամբ ոչ միայն կիսաբահայության, այլ ընդհանրապես սիրիահայության օժանդակություն ցուցաբերելու իմաստով եւ մեր բոլոր ձեռնարկվող քայլերը ուղղված են հենց այդ ուղղությամբ։ Ես կցանկանայի նաեւ իդեպ նշել, որ հայության բոլոր հատվածները, թե Հայաստանում, թե Սփյուռքում այստեղ միասնական մոտեցում ունեն եւ գործում են համատեղ քայլերի կարեւորության խորը գիտակցությամբ։ Մենք մեր պատգամավորներին, երբ որ վերադառնան Հայաստան, կներկայացնեն ինչ լսել, տեսել են, տեղում հանդիպել են մեր կեսաբահայերի հետ, բայց մենք շարունակելու ենք բոլոր մեր հնարավոր դիվանագիտական խողովակներով եւ ոչ միայն դիվանագիտական հնարավորությունները օգտագործել հեշտացնելու այն դժվար իրավիճակ, որը ստեղծվել է մեր